Բարև բոլորին, այսօր ուզում եմ խոսամ բժշկության մասին Իտալիայում, ոնց հասկանում եմ հետաքրքիր է ընդհանրապես ոնց է այստեղ այդ ամեն ինչը կարգավորված, որակը եւ այլն, չեմ կարող ասել ոչ գոհ եմ, ոչ դժգոհ եմ, ունի եւ իր թերությունները եւ առավելությունները, այստեղ եթե մեծերի մասին խոսանք եւ ընդհանրապես երեխաների մասին էլ Դուք ունենում եք ձեր թերապևտը, երեխան մանկաբույժը, ցանկացած ձեր խնդրով, դուք առաջնային մոտենում եք ձեր թերապևտին, որի այցը միշտ անվճար է, եթե իր հնարավորության մեջ է հարցը լուծել դեղերով, նա ձեզ դեղերը դուրս կգրի եւ մեծամասամբ դեղերը կլինեն անվճար, այսինքն անտիբիոտիկներ, ճնշման դեղեր, ցանկացած քրոնիկ հիվանդության դեղերը դրանք անվճար են Վճարով են օրինակ պարացետամոլ, հասարակ տաքություն իջացնող դեղեր եւ այլն, Եթե ձեր խնդիրը հնարավոր չի լուծի թերապևտը ինչ-որ դեղերի օգնությամբ, ապա նա ձեզ ուղեգիր է տալու եւ ուղարկելու է ավելի նեղ մասնագետի, որի համար դուք արդեն պետքա վճարեք, այսինքն վճար չկա որպես այդպիսին բժիշկին Բայց կա այսպիսի հասկացողություն կոչվում է ticket, այսինքն ոնց որ այցի գումարն է որոշակի որպես ոնց որ վճար, բայց դա ոչ թե բժիշկի այցելության ծառայության գումարն է, այ ընդհանրապես ticket-ի գումարը, որը 22 եվրո է միշտ, եւ երեխաներին, եթե չեմ սխալվում, եւ մեծերին, որի այցը արժի այդքան, այսինքն, որից հետո ինքը եթե ձեզ անհրաժեշտ է էլի դեղամիջոցներ կամ ուղարկի ձեզ էխո անելու կամ օրինակ ցանկացած բանից հետո նա էլի ձեզ ուղեկիրը կտա վերջ դուք արդեն կցվում եք այդ բժիշկին որը որ կզբաղվի կոնկրետ ձեր այդ խնդրով ինչի որ մասնագետն է նա Եվ նույնպես իր գրված բոլոր դեղերը կլինեն անվճար եթե պետք լինի անել վիրահատություն նույնպես դա կլինի անվճար Այսինքն ամբողջությամբ մնացած ամեն ինչը անվճար է։ Իհարկե էխոյի համար վճարում եք կրկին, եթե պետք է MRT անել վճարում եք, բայց այդ վճարները էլի հիմնվելու են ձեր տնտեսական վիճակից ելնելով։ Երևի արդեն շատ լսած կլինեք, թե ինչքան երկար են այստեղ այդ սպասելու ժամանակը, որ օրինակի համար ուղղակի ձեզ որպեսզի ուղարկեն նեղ մասնագետի, կարող է պահանջվի 1-ից 6 ամիս, դեպքեր կան նույնիսկ 1 տարի։ Այսինքն նրանք տեսնելով ձեր վիճակը գնահատում են, թե ինչքան ծայրահեղ է, ինչքան շտապ ձեզ պետք է այդ օգնությունը լինի, ըստ դրա ձեզ հերթագրում են, թե օպերացիայի, թե բժիշկի մոտ գնալու, թե ցանկացած բժշկական միջամտության իրենք են որոշում, երբ են ձեզ կանչում։ Շատ անգամ մարդիկ չեն ուզում սպասել եւ գնում են վճարովի վայրեր, վճարում են եւ անում են, որտեղ շատ անգամ հնարավոր չի այդքան սպասել։ Բայց ցավոք սրտի այդպես է, իսկ դա նրանից է, որ շատ քիչ են բժշկական հաստատությունները եւ բժիշկների քանակները, որտեղ ինչքան ես եմ հասկանում, այդքան չեն վճարում, որպեսզի բոլորը ուզենան աշխատեն պետական այդ հաստատություններում Եվ շատ խիստ պերսոնալի պակաս ունեն, ինչը որ այսպիսի հերթերը առաջացնում ցավոք սրտի։ Շատ անգամ կարող եք ունենալ ժամադրություն, օրինակ ժամը 10-ին, դուք լինեք ձեր ժամադրությանը, բայց լինի այնքան մարդ, այնքան հերթ, որ ձեր 10-ի ժամադրությունը դառնա երեկոյան ժամը 3-ը։ Ցավոք այդպիսին է վիճակը։ Եթե որոշեք գնաք վճարովի բժիշկի, ապա այցը այդ բժիշկի կսկսի ամենակիչը 100 եվրոից, այսինքն 100 եվրո, դե ամենաշատը ինչքան ես եմ լսել 200-ն է եղել, 100-ից 200 եվրո, ընդամենը այցը, որի ընթացքում նա իհարկե ձեզ դեղամիջոցներ կնշանակի, որը կարող եք նույն ձեր թերապևտի օգնությամբ վերցնել անվճար, բայց ձեզ մի անգամից կընդունեն ընդամենը մի քանի օրվա ընթացքում կան բազմաթիվ կլինիկաներ,
Ընդհանրապես խնդիր չի բժիշկ գտնելը, վճարովի մասին է խոսքը։ Անվճարը, այո, հերթեր են ցավոք սրտի ամեն ուրեք։ Ատամնաբուժության մասին նույնիսկ չեմ ուզում խոսեմ։ Ես փորձ եմ ունեցել այստեղ ընդամենը մի քանի անգամ ատամների մաքրումն եմ արել եւ մեկ անգամ որոշեցի ատամները սպիտակացնեմ։ Ինչի տենց բան որոշեցի, մինչև հիմա չգիտեմ։ Վճարեցի 190 եվրո եւ ոնց գնացի տենց դուրս եկա եւ ինձ ասեցին, որ ձեր ատամները այդպիսին են, որ չեն սպիտակում եւ հարցը դրանով փակվեց, ոչ մեկ գումարը բնականաբար չվերադարձրեց։ Դրա համար ատամնաբուժի ես այստեղ երբեք չեմ պատրաստվում գնամ եւ ատամնաբուժի ծառայությունները ընդհանրապես անվճար բժշկության մեջ չեն մտնում, դա վճարովի բժշկության մեջ են արդեն։ Ինչը վերաբերում է շտապ օգնությանը, եթե ձեզ մոտ այնպիսի խնդիր է, որ դուք ինքներդ կարող եք հասնել շտապ օգնություն, այլապես դուք պետք է նստեք տրանսպորտ, ձեր մեքենա, տաքսի եւ գնաք շտապ օգնության կետ, որը ձեզ ամենամոտն է գտնվում։ Եթե ձեր մոտ այնպիսի խնդիր է, որ դուք ուղղակի չեք կարող գալ, ունեք շատ բարձր տաքություն, կանգնել չեք կարող, մենակ եք եւ այլն, բնականաբար շտապ օգնության մեքենան գալիս է։ Եվ ես այդքան էլ լսել եմ շատ բազմաթիվ պատմություններ, որ ինչքան ուզում ես վատեղի նա չի գալիս, ես համաձայն չեմ դրան, որովհետև եղել է մեր հետ դեպքեր, որ մենք զանգահարել ենք 5 րոպեվա ընթացքում, մեքենան եղել է մեր տան մոտ կանգնած, մեջն էլ 4-5 բուժ աշխատող։ Իդեպ նրանցից ոչ մեկը բժիշկ չէ, այստեղ շտապ օգնության մեջ բժիշկներ չեն աշխատում, նա ընդամենը առաջին օգնությունն է ցույց տալի, ավելի շուտ վոլանտյորներ են իրենք, իրանց գործը կայանում է նրանով, որ ձեզ հասնեն մոտակա շտապ օգնության կետ եւ հանձնեն ձեզ այնտեղ։ Այդ նույնը ինչ որ նկարագրեցի վերաբերվում է նաեւ երեխաներին, մինչև 6 տարեկան երեխաները ազատված են այդ նույնիսկ թիքետ այդ 22 եվրոյի վճարումից, դրանից հետո նրանք նույնպես վճարում են այդ բժշկի այցի գումարը եւ տարատեսակ անալիզների եւ ամեն ինչի համար վճարում են, բայց բավականին քիչ։ Նույնպես շտապ օգնություն, օրինակ հենց Ֆլորենցիայում ընդամենը մեկ շտապ օգնություն կա հենց երեխաների այս հիվանդանոցում, որտեղ ես գտնվում եմ, կոչվում է Մեյեր, եւ միայն այստեղ է, որ կա երեխաների շտապ օգնություն, եւ ընդհանրապես շտապ օգնություն, երբ որ գնում եք, դուք ինքներդ կամ ձեզ բերում են, ձեզ էլի հերթագրում են ըստ ծայրահեղության ու չսպասեք, որ շտապ օգնությունում, նույնիսկ եթե ինչ-որ մեկը ոտք ու ձեռք է ջարդել, նրան անհապաղ կցուցադրեն բժշկական ծառայություն, ցավոք սրտի ոչ։ Նույնիսկ այդ դեպքում ձեզ կարող են սպասել 5-6 ժամ, դուք այսպես սպասեք, ընդհանրապես բողոքեք ձեզ տան ցավազրկող եւ վերջ։ Ուղղակի դուք կլինեք հսկողության տակ, բայց մի սպասեք, որ ձեզնով կզբաղվեն միանգամից։ Նույնիսկ եթե դուք լինեք կոտրած ձեռքով, ձեզ ռենտգեն կարող անեն մի ժամ հետո, 2 ժամ հետո։ Եթե ունեք էլ ինչ-որ խնդիր, այսինքն պատրաստ պետք է լինեք, որ ժամերով դուք նստելու եք այդ սպասասրահներում։ Նույնը վերաբերում է երեխաներին, շատ անգամ ա եղել մեր հետ, որ տաքությունով, սրտխառնոցով, դե փոքր երեխաներին ասում պատկերացնում եք ինչքան անգամ մենք եղել այս շտապ օգնությունում, առաջին մի քանի տարին ինձ թվում է մենք այստեղից դուրս չենք եկել ընդհանրապես։ Եվ մենք եղել է, որ երեկոյան ասենք տաքությունը բարձրացել է ժամը 9-ին կամ 10-ին, մենք այստեղից դուրս ենք եկել առավոտը ժամը 4-ին։ Այդքան ժամ մենք ուղղակի սպասել ենք, որ բժիշկը մեզ այցելի, ընդամենը լսի թոքերը, նայի եւ այլ, ասի ոչ մի բան չկա, գնացեք տուն։ Խմեք պարացետամոլ։ Այդ ցավոք սրտի շատ տարածված պրակտիկա է այստեղ։ Այդպես է։ Նույնպես պեդիատրին մոտենալու համար էլի պետք է ժամադրություն վերցնեք, սպասեք։ Ցավոք սրտի այդ խնդիրը այստեղ շատ խիստ է դրած։ Ընդհանուր առմամբ ծննդաբերության հետ կապված ամեն ինչ այստեղ անվճար է։ Սպասարկվում է միշտ առանց հերթ։ Եթե նույնիսկ հերթ լինի անալիզներ հանձնելու համար, հղիները ընդհանրապես ոչ մի հերթի չեն կանգնում։ Ձեր համար մի անգամից այ ամբողջ այդ 9 ամսվա համար պլանավորած է բոլոր էխոներ, բժշկի այցեր, անալիզներ, մի sense գրքույկ են տարի, որով դուք առաջնորդվում եք բոլոր ձեր այդ գրաֆիկով օրերին։
Ընդհանուր առմամբ էլի իհարկե ամեն ինչ անվճար է։ Եթե լինեն որևէ էլի հարցեր, որոնց մասին ես չխոսացի կամ բաց թողնեցի, գրեք կոմենտարիաներում, ես կաշխատեմ ինչքանով որ տեղեկացված եմ, ձեզ ինֆորմացիա տամ։ Շնորհակալություն, որ մնացիք ինձ հետ, կհանդիպենք մյուս տեսահոլովակներում։